Բարև ձեզ հայեջան, այսօր ես կպատմեմ հայկական մշակույթը 9-ից 14-րդ դարերում և կցանկանայի ասել, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, լայքեր, մեկնաբանություններ թողեք, որ էլ ավելի հետաքրքիր պատմություններ և իրական փաստեր ներկայացնեմ հայ ազգի մասին։ Շնորհակալություն դիտելու համար։ Սկսեմ։ Հայոց պետական վերականգնումը Բագրատունների գլխավորությամբ ապա Զաքարյանների իշխանությունը հայկական լեռնաշխարհում և երկհարյուրամյա պետականությունը Կիլիկիայում լուրջ պայմաններ ստեղծեցին կրթական գործի, գիտության և մշակույթի զարգացման համար։ Գործում էր կրթական երկաստիճան համակարգ, տարրական դպրոցներ, ուսուցումը տևում էր 3-ից 4 տարի և բարձրագույն ուսումնական հաստատություններ, վարդապետարաններ 7-ից 8 տարի։ Նշանավոր էին Անիի, Արգինայի, Կարսի, Հաղպատի, Սանահինի, Գոշավանքի կամ Գետիկի, Կեչառիսի, Այրիվանքի, Նարեկավանքի, Սիսի, Տարսոնի, Գլաձորի, Տաթևի և այլ վարդապետարաններ։ Մեծ զարգացում ապրեց պատմագրությունը։ Հովհաննես Դրաստղանակերտցու որպես կաթողիկոս Հովհաննես 5-րդ 898-ից 929 թվականներին հետևելով Հովսես Խորենացին իր հայոց պատմություն շարադրանքը սկսում է Հայկ Նահապետի և հասցնում մինչև 924-ից 925 թվականները։ Կիրակոս Գանձակեցին 10-րդ դարում շարունակում է քրիստոնյա Հայաստանի պատմությունը հասցնելով մինչև 1260-ական թվականները։ Այս շրջանում հայ պատմագրությունը մեջ ի հայտ են գալիս նոր ուղղություններ՝ տոհմական պատմագրություն, ժամանակագրություն և ընդհանրական, տիեզերական, այսինքն ամբողջ աշխարհի պատմությունների ժանրերը։ Տոհմական պատմագրությունը ականավոր ներկայացուցիչներն էին Թովմա Արծրունին, Արծրունյանց տան պատմությունը և Ստեփանոս Օրբելյանը, Սիսիական նահանգի պատմությունը։ Ժամանակագրությունների և տարագրությունների ժանրում էին ստեղծագործում Արիստակես Լաստիվերցին, Մատթեոս Ուռնահայեցին, Սամվել Անեցին, Մխիթար Անեցին, Կիլիկիա Հայաստանում Սմբատ Սպարապետը, Գունդստաբլը։ Տիեզերական պատմագրության ներկայացուցիչներ են Ստեփան Տարոնեցին, Ասողիկը 11-րդ դարում, Վարդան Այգեկցին 13-րդ դարում։ Հայ իմաստասիրական մտքի ոլորտում շարունակում էին գերակա մնալ նորապլատոնականությունը։ Խոշորագույն ներկայացուցիչներ էին Դավիթ Անողինը, որի առանցքային գաղափարներից մեկը Աստծուն նմանվելու, մերձենալու և ձուլվելու մարդու հնարավորությունն էր, ինչին նա կարողանում էր հասնել մտավոր և հոգևոր կատարելագործման ճանապարհով։ Այս գաղափարը կարմիր թելի նման անցնում է Գրիգոր Նարեկացու (1951-1003 թվականներին) մատյան ողբերգության հանճարեղ երգի էջերում։ Նորապոլիտանական գաղափարների կրողն էին Գրիգոր Մագիստրոս Փահլավունին (9-11-րդ դարեր), որը հայտնի դարձավ նաև մի շարք փիլիսոփայական գործերի թարգմանությամբ և թղթերով։ Հայ իրականության մեջ բնափիլիսոփայական ուղղության հիմնադիր դարձավ ականավոր փիլիսոփա, բնագետ, տոմարագետ և բանաստեղծ Հովհաննես Սարգսաֆագ իմաստասերը 11-13-րդ դարերում։ 10-րդից 15-րդ դարերում Կիլիկյան Հայաստանում փիլիսոփայական հայացքներով հայտնի էին Վահրամ Ռուբինին 10-րդ դար, Բուն Հայաստանում Հովհաննես Երզնկացին 10-րդ դար, Հովհաննես Որոտեցին 14-րդ դար և Գրիգոր Տաթևացին 14-15-րդ դար։ Իրենց գիտական աշխատություններում ուշագրավ փիլիսոփայական դիտարկումներ ունեն ականավոր բժշկապետ Մխիթար Հերացին 13-րդ դարում, Գրիգորիոսը
10-ից 14-րդ դարերում եւ ուրիշներ։ Դեռևս 8-րդ դարում Հովհաննես Օձնեցու ջանքերով ստեղծվել էր կանոնագիրք հայոց հայ եկեղեցու կանոնական իրավունքների ժողովածուն։ Կանոնական իրավունքների ավանդությունների շարունակեց հետևել Դավիթ Ալլավկաորդին 11-ից 13-րդ դարի սկիզբ։ Հայ իրավագիտական մտքի հաջորդ աստիճանը դարձավ Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որը կոչվում էր կարգավորելու կյանքի բոլոր բնագավառները։ Դեռ միջնադարում Մխիթար Գոշի դատաստանագիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով։ Հայաստանում, որտեղ հայերից բացի ապրում էին հույներ, ասորիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, դարեր շարունակ գործում էր ոչ հայկական օրենքներ, անհրաժեշտ էր ստեղծել նոր օրենսդրական դաշտ։ Այդ բացը լրացնելու նպատակով Ներսես Լաբորենցին 13-րդ դարի թարգմանեց բյուզանդական, ասորական եւ խաչակիրների մի շարք օրենքներ, իսկ բնագավառը վերջնականապես կարգավորեց Սմբաց Պարապետը, որը նախ թարգմանեց Անտիոքի ասսիզիները, ապա գրեց իր դատաստանագիրքը, որը հիմնված էր Մխիթար Գոշի դատաստանագրքի վրա եւ համապատասխանեցվեց էր Կիլիկյան Հայաստանի առանձնահատկություններին։ Քննարկող ժամանակաշրջանում բացառիկ մակարդակի է հասնում հայ գեղարվեստական գրականությունը։ Գրվում են նոր հոգևոր երգեր, կազմավորվում են շարականներ, նոր ժողովածուներ, ստեղծվում են հոգևոր եւ աշխարհիկ երգեր-ժողովածուներ, որոնք հայտնի են դառնում Գանձարան եւ Տաղարան անվանումներով։ Գրիգոր Նարեկացու անհասանելի մեծությունից բացի այս ժամանակաշրջանում հայ մշակույթը հարստություն է Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ֆրիկի, Հովհաննես Երզնկացու, Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Թլկուրանցու եւ այլոց ստեղծագործություններով, որոնք նոր մակարդակի բարձրությունների հասցրեցին հայ քնարերգությունը։ Ժողովուրդն ավանդույթի ուժով շարունակում էր երգերում փառաբանել անցյալի մեծ հերոսներին։ 9-րդ դարում Գրիգոր Մագիստրոս Փահլավոնին գրառում է Արտաշես աշխարհակալի մասին երգվող հետաքրքիր պատառիկներ։ Զարգանում են եւ նոր դրվագներով է հարստանում ժողովրդական էպոսը՝ Սասնա Ծռեր կամ Ջոջանց տուն։ Ժողովրդական բանահյուսություններում կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում առակները, որոնց գրառումները հանգեցնում են առակի ժանրի զարգացմանը։ Այս ոլորտում հատկապես աչքի են ընկնում Մխիթար Գոշի եւ Վարդան Այգեքսին։ Կազմում են առակների ժողովածուներ, առակագիր, աղվեսագիրք, որոնք ունեին դաստիարակչական մեծ նշանակություն։ Ազգային պետականությունը հայկական ճարտարապետության առաջընթացի գլխավոր խթանիչ ուժն է դառնում։ 9-ից 14-րդ դարերում ստեղծվում են կոթողներ, որոնց հորինվածքներով կրկնում են անցյալ դարերի հայկական ճարտարապետության բնորոշ գծերը, դրանով ընդգծելով հայ մշակույթի ժառանգական ավանդույթը։ Դա հատկապես ակնհայտ է Անիի գլխավոր ճարտարապետ Տրթատ եւ Աղթամարի Մանուել ճարտարապետական լուծումներով։ Կառուցվում են բազմաթիվ վանական համալիրներ Տաթևի, Սևանի, Խցկունքի, Հոռոմուսի, Գնդեվանքի եւ այլն։ Մեծ ուշադրություն է դարձնում ամրոցաշինության վրա։ Ճարտարապետության շինարարական արվեստի վերընթաց զարգացման հանգեցնում է նաեւ քանդակագործության բացառիկ նվաճումների։ Ստեղծվում են կրոնական եւ աշխարհիկ թեմաներով բացառիկ պատկերաքանդակներ Աղթամարում, Անիում եւ այլուր։ Հայ մշակույթի բնութագրիչ ճյուղերից մեկն է դառնում քանդակագործությունը, որը իր ուրույն միջուկ կա խաչքարերի արվեստը, որը բացառիկ ծաղկման է հասնում տալով համաշխարհային մակարդակի գլուխգործոցներ։ Պատշաճ բարձրության վրա էր գտնվում որմնանկարչությունը,
բացառիկ են Ախթամարի, Անիի, Տաթևի և այլ հուշարձանների որմնանկարները։ Հայ մշակույթին բնորոշ մեկ այլ ճյուղ մանրանկարչությունը հասնում է իր ոսկեդարին։ Ստեղծվում են մանրանկարչության մի քանի դպրոցներ բուն Հայաստանում և Կիլիկիայում։ Կիլիկյան մանրանկարչության գլուխգործոցներն են դառնում Թորոս Ռոսլիի և Սարգիս Պիծակի ստեղծագործությունները։ Այսքանը, շնորհակալություն դիտելու համար։